օդի աղտոտվածություն, խցանումներ, ճանապարհների վատ վիճակ, աղբահանության և տրանսպորտի հետ կապված խնդիրներ։ Հարցման արդյունքներով հայտնի են դարձել, թե ինչից են դժգոհ Երևանի բնակիչները։ 601 հարցում է իրականացել, հեռախոսային հարցումներ, ընտրանքային սխալը 3% եւ ժամանակահատվածը ուշադիր եղեք 19-ից 23-ը հունվար 2026 թվականին։ Քաղաքացիների դժգոհության առիթ է դարձել նաև ձնամաքրման խնդիրը, գնաճը և տրանսպորտի վճարման համակարգը։ 29.6%-ը նշել է օդի աղտոտվածության խնդիրը եւ բնապահպանական խնդիրներ։ Կարծում եմ շատ համահունչ է, ինչ վերջի այս մեկ տարվա ընթացքում բավականին շատ արծարծվել է այս խնդիրը։ Խցանումներ նշել են 26.5%-ը, ճանապարհների վատ վիճակ 22.6%-ն է նշել, աղբահանության խնդիր 16.3% եւ հասարակական տրանսպորտի խնդիրներ 15%։ Ավելի նվազ ցուցանիշներ կան 8.7%-ը ձնամաքրման աշխատանքներ եւ մաքրություն 7.8%, գնաճ ինֆլյացիա 6% եւ տրանսպորտի նոր վճարման համակարգի խնդիրներ 4.7%-ն է նշել, ապօրինի շինարարություն 4.2% եւ հանցագործության աճ 3.7%։ Որպես դրական փոփոխություն քաղաքացիները նշել են մայրաքաղաքում նոր տրանսպորտային համակարգը, ասֆալտապատումը, լուսավորությունը, հին վերելակների փոփոխությունը, խաղահրապարակների կառուցումը։ 17%-ը նշել են նոր ավտոբուսների ներմուծում, նոր տրանսպորտային համակարգ, սա այն դրական փոփոխություններն են, որոնք նկատել են մեր քաղաքացիները։ Ասֆալտապատում 12.3%-ն է նշել, աղբահանության կազմակերպում 10.6%, բակերի բարեկարգում 10.1%, այգիների բարեկարգում 8.7% եւ կանաչապատ տարածքների ավելացումը 7.7% է նշել։ Խաղահրապարակների կառուցում 6.5% եւ քաղաքի տեսքի բարեկարգում գեղեցկացում 5.5%։